Պարկնեժդեհին Թուրքիայով հայ ժողովրդին վախեցնողներին ասեմ, կամ Թուրքիային մեծարողներին, կամ Թուրքիայի թուրքական աշխարհին ինտեգրվել, թե մի ցանկացողներ են, թե ստիպված են, թե խաբված են, թե ծախված են, ասեմ ձեզ, որ Թուրքիան այդ պետությունը չէ, որի մասին դուք այդպես պատկերացնում եք, կամ ինչպես Նիկոլն է ներկայացնում, կամ Ադրբեջանը։ Հստակ երևում է, որ քաղաքակիրթ աշխարհը Թուրքիային չի ընդունում։ Բնական է, տեսնում ենք տասնյակ տարիներ է Եվրամիություն չի կարողանում մտնել Թուրքիան։ Ամերիկյան պատժամիջոցներ ունի իր վրա, դաշնակից ՆԱՏՕ անդամ երկրներ են, բայց Ռուսաստանի հետ խաղեր տալու համար ինքը արդեն երկար տարիներ է պատժամիջոցների տակ է, եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները գերտերությունները գրեթե բոլորը ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի դաշնակիցները ճանաչել են Թուրքիայի թշնամու հանդեպ Թուրքիայի կատարած հանցագործությունները։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան որպես պետություն, որպես հանրություն, որպես մարդու տեսակ քաղաքակիրթ աշխարհի կողմից չի ընդունվում։ Հիմա Նիկոլը ինչ լոլոներ է ուզում կարդա, թե ինչ է ուզում սերտացնել, գնալ, մտնել թուրքական, չի լինելու, դա ես ասեմ, ես չեմ ասում, որ այսպես ուրախանանք, որ դե լավ, դե որ քաղաքակիրթ աշխարհը Թուրքիային պետք է պատժի, մենք հանգիստ նստենք, թող Նիկոլն ինչ ուզում է անի, մեկ եմ ուրազին չի հասնելու։ Չէ, այստեղ խիստ արժանապատվության խնդիր կա։ Մենք պետք է միշտ տեր կանգնենք եւ սպասվող վնասից նույնիսկ օգուտով դուրս գալ եւ ոչ թե, ասենք, քիչ տուժելով դուրս գանք։ Հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան հասկացել է, որ քաղաքակիրթ աշխարհի դեմ պայքարելու ի վիճակի չէ, որովհետեւ նա չի կարող հայոց ցեղասպանության հարցում ոչ Ամերիկայի հետ, ոչ Ֆրանսիայի, ոչ Կանադայի, Անգլիայի եւ հասկանում եք, սրանք գերտերություններ են, որոնք թե ռազմական, թե ֆինանսական առումով թելադրողներ են աշխարհում։ Թուրքիան այդ պետությունները ճանաչել են հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան դրանց չի կարող ընդդիմանալ եւ գտել է ձևը։ Ցեղասպանվածի մեջ գտել է դավաճան, ասենք գտել է Նիկոլի միջոցով ուզում են այդ զենքը, որը դա հենց քաղաքակիրթ աշխարհի համար զենք է, Հայաստանը։ Ես ձեզ ասեմ, Թուրքիային զսպելու ամենահաջող զենքը հայկական հարցն է, ոչ թե քրդական։ Քրդական հարցը Թուրանին այդքան վնաս չէ, որքան հայկական հարցը։ Եթե չլինի Աստված միանա Հայաստան, թուրանական ծրագիրը շատ արագ կիրագործվի։ Իսկ եթե հանգարց թուրքերը Թուրանը ստեղծեցին, հավատացեք, անգամ Չինաստանն է դժվելու, որովհետև ինքը ստիպված թուրքերի հետ հաշվի է նստելու։ Թուրանով է գնալու գա Եվրոպա։ Ուստի, այս ինչ որ խաղում են, ելի եմ ասում, Թուրքիան որևիցե առավելություն չունի համաշխարհային, թե տնտեսության մեջ, թե քաղաքական առումով։ Ես նորից եմ ասում, հանկարծանոց չունի, որ ոգևորվենք, ասենք, վայ, դե ինչ լավ է, բան, մենք մեր տան նստենք, Նիկոլ Հայշքան ուզի մեզ ստորացնի։ Արդեն Ալիևը հասել է Հռոմ եւ Հռոմ փորձում է ամեն ինչ դարձնել ադրբեջանական, մեր կրոնը, մեր հավատքը, մեր մշակույթը, ու մի օր կարող է հարց դնել այն Հռոմի падին, որ մեծ Հայաստանը փորագրված է, Հռոմի կողքին մեծ Հայաստան մինչև Կասպից ծով։ Կարող ասի այդ փոխեք Ադրբեջան գրեք, հռոմեացիներ։ Եթե մենք այսպես խելոք նստենք ու սպասենք։ Հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան հեշտ տարբերակ է Նիկոլի միջոցով հայերինց վախեցնելով հրաժարվել տա ցեղասպանության հետ կապված եւ տեսեք խոսում են նաեւ Միսկի խմբից։ Ասում են Միսկի խումբը ցրեք։ Ինչի համար։ Միսկի խմբի առաքելությունը այն էր, որ Արցախի հարցը խաղաղ պայմաններով լուծեին։ Բայց Արցախի հարցը խաղաղ պայմաններով չլուծեցին եւ Միսկի խմբի երկու անդամներ Թուրքիան եւ Ադրբեջանը անգամ ռազմական միջամտություն ունեցան այդ խնդրին եւ այդ խնդիրը լուծվեց Ադրբեջանի օգտին։ Հայերը ցեղասպանվեցին եւ իրենց բնորանից զրկվեցին։ Էթնիկ զտում տեղ ունեցավ, որը ցեղասպանության հավասար է։ Հիմա նրանք շատ արագ ուզում են այս Միսկի խումբը լուծարեն, որովհետև
Միսկի խումբը Արցախին էր վերաբերվում, որտեղ իրենք նախապատրաստում են Հայաստանը կուլ տալ, իսկ այդ Միսկի խումբը կխանգարի իրենց։ Մեկ, երկրորդ, եթե Միսկի խումբը մնաց, շատ հնարավոր է, որ իրենք դատարանի առաջ կանգնեն իրենց ռազմական միջամտության համար Արցախի հարցի հետ կապված։ Դրա համար ուզում են այդ հետքերն էլ մաքրեն եւ գիշերները հանգիստ քնեն այդ մարդիկ վերջում։ Ես ինչու եմ վստահ, որ քաղաքակիրթ աշխարհը Թուրքիային հնարավորություն չի տալու, այսինքն որ վերջնականապես հայկական հարցը փակեն, Հայաստան չլինի, հասկանում եք, եթե Հայաստան չլինի, Վրաստան էլ չի լինելու։ Ում է պետք Վրաստանը։ Չի լինելու։ Իսկ Ռուսաստանը գնալով այնքան է խեղճացել, որ ինքը չէր նախատեսել, որ Հայաստանը պետք է դառնա Թուրքիա։ Ինքը նախատեսել է, որ Արցախը կդառնա Ադրբեջան, իսկ Ադրբեջանը կմիանա ՀԱՊԿ-ին։ Այսինքն էլի կմնա իր դիրավետության տակ։ Բայց հիմա մեծամիտ Պուտինի հանցանքը եւ մեր համար դաժանություն եւ Ռուսաստանի համար չարիք դառավ։ Ինքը այնպեսի մի մեծ սխալ, այնպեսի մեծ դավաճանական քայլ արեց հայ ժողովրդի հանդեպ, որ ինքը ավելի մեծ հարվածի տակ է հայտնվել։ Ու բայց նորից ստիպված էլի թուրքը։ Սիրելի հայրենակից, ուրեմն սա ինչի համար եմ ասում, նորից եմ ասում, հանգարցանես չլինի, որ ասենք դե լավ, որ իսկապես աշխարհը որ որոշել է, որ պետք է մեզ օգնի, ուրեմն մենք հանգիստ նստենք։ Չէ։ Ալիևը ամեն ինչ անում է իր ներսի կրթական համակարգով իր քաղաքացիներին տեր է սարքում, Երևանի տեր նույնիսկ, իսկ մեզ Ալիևի պարտադրմամբ Նիկոլի կրթական համակարգով մեզ դարձնում են Արևմտյան Ադրբեջան։ Հիմա խոսում են ազատ, ականջներին արդեն ուզում են հասկացնել, որ դե դուք ով եք, չեք կարող բան, թող լինի Ադրբեջան, թող լինի Թուրքիա, խաղաղ ապրեք, ինչ է եղել, հասկանում եք։ Չէ, Էրդողանն էլ առաջարկել էր թուրքական աշխարհում մի ընտանիքի մեջ, բայց Թուրքի կարգավիճակով էլի։ Հիմա սթափվում ենք եւ մեր ցանկացած հակաթուրքական, հակաադրբեջանական, հականիկոլ գործողությունը աշխարհը ընդունելու է։ Իսկ երբ որ լսում ենք, որ ինչ-որ մեկը ողջունում է Նիկոլի եւ Ալիևի այս խաղաղության, չգիտեմ, կամ Թուրքիային, այսպես իբր ցեղասպանությունից չխոսենք, ուզում ենք հարաբերություն ստեղծենք, որ եթե հանգարց մի որևէ պետության ղեկավար քաղաքակիրթ, ոչ դրանց դաշնակից, ողջունում է, դա ընդամենը ողջույն է։ Դա ընդամենը ողջույն է։ Անկամ եթե Պարսկաստանի նախագահն ասել է Արցախը դա Ադրբեջանի անբաժանելի տարածք է, հավատացեք Պարսկաստանը Ադրբեջանի թշնամին է։ Նիկոլի խոսույթից հետո ինքը չի ուզում սրի իրավիճակ, բայց երբ որ պահը գա, ես համոզված եմ, որ անգամ Իրանի նախագահան իր խոսույթը կփոխի։ Մեզանից շատ բան է կախված, որովհետեւ մենք իսկապես այս փորձանքից ոչ միայն քիչ վնասով դուրս գանք, այլ նաև օգուտով։ Դրա համար օր առած ՔՊ-ն եւ իր առաջնորդ Նիկոլը պետք է փագի տակ լինեն կամ պետք է չլինեն։ Այս այն դեպքն է, որ սրանք մի բանդիտական կառույց են սրանք։ Հայ ժողովրդին ոչնչացնող, կազմաքանդող բանդիտական կառույց է։ Մեկը մեկից բետար։ Հասկանում եք, մեկը մյուսից ավելի վարժ, թրքահպատակ բերանները բացում են, ասես Ալիևի եւ Էրդողանի փաստաբանները լինեն, իրավաբանները լինեն։ Բա ինչ էիք ուզում, ասում եմ, բա ոնց էիք ուզում։ 30 տարի դուք եք ճշել, հիմա էլ իրանք պետք է անեն։ Ոնց որ ասենք պակիստանցին գա Հայաստան, Ադրբեջան հարցի մեջ խառնվի։ Էս է Նիկոլն ու ՔՊ-ն։ Միավորվել եւ սթափվել է պետք, իսկապես։ Սա օդի մեջ խոսքեր չեն, իսկապես միավորվել է պետք, բայց դրա համար դու պետք է հասկանաս, որ մեր գլխավոր թշնամին թուրքն ու ռուսն են։ Նիկոլը, Ռոբերտը, Սերժիկը, Լևոնն էլ ձեզ նվեր։ Մնացածի հետ կարելի աշխատել։ Այս քարյակը որ չլինի, բանտում լինեն կամ չլինեն։ Մնացածի հետ հեշտ է աշխատելը, անմիջապես ազգը կվերամիավորվի։ Մնաք խաղաղությամբ, Փառք Նժդեհին։